ասեմ, դուք վատացել եք, որ ես մոտեցել եմ այս ամբիոնին ու խոսել եմ ձեր նախագահի մասին, պարոն նախկին քաղաքապետ, ես այն մարդ չեմ արդեն, ով վախենում է թիրախավորվելուց, ինչքան ուզում եք թիրախավորեք։ Ես միշտ խոսել եմ և միշտ խոսելու եմ արդարության մասին։ Եթե ես 2015 թվականին չեմ վախեցել ձեր մարզպետից, նա իմը չէր։ Բայց մի անգամ ինձ ասել են, որ գիտես, մի փոքր շրջանակում ասաց, այս կինը ով է, գնահատեց իմ արարքը, որտեղ ես դուրս եմ եկել իր տեղ։ Գիտեք, այդ մարդը հետաքրքիր է, բայց ողջունել է, որ ես պայքարում եմ, իսկ դուք չեք պայքարում։ Այն ժամանակ, երբ որ լցոներ պետք է լինեին արկղներում, ինքը ձեզ իր սենյակում ապտակեց։ Ինչու՞։ Դուք գիտեք, որ դուք չեք ընտրվել, բայց կեղծվել են ընտրությունները։ Ինքը մաչ է, բայց լիներ։ Այժմ Հայաստան պատգամավորական խմբակցության անունից ձայն է խնդրում պատգամավոր Լևոն Քոչարյանը, համեցեք։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի անցած շաբաթվա հերթական հիսթերիայի նոպային հնչեցրած որոշ մտքերի։ Եթե նկատել եք, օրինակ, արդեն նա այդքան այդ ջղաձգումների մեջ չի հայտնում, երբ նրան անվանում են թուր կամ դավաճան, ձեզ հայտնի որակումները, որը հաճախ տրվում է, կարծես դրանից նա այդքան խնդիր այլևս չունի, միգուցե հասկանում է, որ այդ պիտակ այնքան է նրան կպել, որ այստեղ անիմաստ է պայքարել է, բայց այդ կոռուպցիայի հարցը նրան բավական մտահոգում է եւ այստեղ երևի թե տեսնում է, որ դեռևս հնարավոր է ինչ-որ բան անել։ Ուրեմն ինչպես են որակում, երեք նայում է Սրբուհի Գալյանի հարցազրույցը, ասում է ընդդիմությունը սադրել է եւ եղել է սադրանքի պատասխան։ Իսկ սադրելը որն է, երբ որ ընդդիմադիր պատգամավորը հարց է բարձրացնում, կոնկրետ հարց, որը պահանջում է պատասխան, ու այդ պատասխանը չի տրվում ու դրա տեղը այդ ինչ-որ այդ ներվային հիստերիկ շարժումներն են լինում, որակումները, մեղադրանքները, սպառնալիքները։ Հիմա ուզում խոսել նոր գիտահապետարանի դեպքից, շատ հաճախ որտեղ մոռացվում է սկիզբը եւ վերջը, ինչ է ուրեմն տեղի ունեցել, ակտիվիստ Արթուր Չախոյանը խնդիր է տեսել մանկապարտեզի շինարարության հետ կապված, ծախսված գումարների, մսխումների հետ կապված, դրա մասին հարց է բարձրացնում, հետո հետևում է թաղապետի զանգը, սեռական բնույթի հայհոյանքները, որին ի պատասխան Արթուրը եւ Մեսրոպ Մանուկյան Երևանի ընդդիմադիր ավականու անդամը քաղաքական ակցիա են իրականացնում եւ այն ինչ ասել է թաղապետը շատ բան ձևով, պատկերավոր ձևով նկարի հետ կապված են անում եւ հաջորդ օրը բոլորիս հայտնի ծեծն է լինում։ Թաղապետը իր ընդունարանում ծեծում է Արթուր Չախոյանին։ Ուսրան հետևում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության հայտարարությունը քաղաքապետարանի, որ իբր քննադատելով այս երևույթը, բայց որոշ շեշտը դնում են, այ բայց իրավապահները ինչի մի օր առաջ չեն հստակ գնահատական տվել ու դրան արդեն հետևում այն, որ ի վերջո ավելի խիստ մեղադրանք է դրվում ծեծվողի վրա, քան այն մարդու վրա, ով ծեծել է։ Ու ինչ է ասում, հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանը դրա հետ կապված, ասում է դե ընդհանուր այսպես չընդունելով բռնությունը, ասում է դե մարդ կարող է ինքնատիրապետումը կորցնել։ Հիմա օրինակ երբ Արմեն Գրիգորյանը անհաջող միտք է արտահայտել ժամանակին, դրա դիմաց չեն ասել, մարդը կարող է սխալ արտահայտվել, այլ տարել են կալանքի ու ի վերջո այդ մարդը մահացել է դատարանի դահլիճում։ Երբ օրինակ գիտնական Ղարիբ Բաբայանը բորբոքվել է ադրբեջանցիների հետ ադրբեջանական ակցիայից Հայաստանի Հանրապետության հրապարակում, չեն ասել մարդը տուն-տեղ կորցրած, ամեն ինչ կորցրած ու սխալ բան չի էլ ասում, այլ կալանքի միջնորդություն են ներկայացնում, անում են դատարան։ Երբ որ
Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը եթերից խոսում են YouTube-յան ալիքով բավական բաց այս իշխանությունների մասին չեն ասում։ Մարդեն ի վերջո էլի սխալման երևի թե չեն ասում, այլ տանում են կալանքի մի հատ էլ sense դեմքը սեղմելով ասֆալտին այդ ձևերով։ Կա Սարգսի Օհանջանյան եւ Նարեկի Մութաֆյան դեպքը։ Նույն ձև դատավորին ասել են օրինակ դուք ձեզ համարում եք Նիկոլ Փաշինյանի որակումները ընդունում եք, վնգստացող դատավոր համարում եք, տարել են կալանքի 2 ամիս կալանք, մինչև հիմա էլ կարծեմ գործը գնում է։ Զոհվածի ծնողի հետ կապված դեպքը, իմ հետ կապված դեպքը, որ չեն ասում, հետ ենք պատտվել խաղացույցի ընթացքում, հասկանանք լացող աղջկա ձայնը ինչից է գալիս, չէ, ոստիկանական մեքենայի մեջ խոշտանգում, հետո կալանք, հետո մնացած գործերը։ Հիմա այս ամեն ինչի վերաբերյալ ասում են դե մարդ է։ Քննչականի ղեկավարն էլ լուրջ դեմքով երեք փորձում էր համոզել, որ ծեծը ավելի թույլ հանցանք է, այն ինչ արել են իրենք ավելի թույլ հանցանք է, քան օրինակ Սամվել Վարդանյանի դեպքը։ Հասկանում եք, սա լուրջ չի, այս երկակի ստանդարտները ուղղակի ճճացող են։ Ուզում եմ խոսել բանավեճի հետ կապված, անընդհատ երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է նախագահները թող գան բանավիճ են։ Այս առաջարկը անելով Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ խելքը գլխին մարդը չի գալու չի բանավիճելու, որովհետև ու դրանով ուզում է ցույց տալ, որ այ տեսեք, եթե չեն գալիս, ուրեմն ես ճիշտ եմ։ Այսինքն դուք լուրջ մտածում եք, որ օրինակ հայրս, ով 2008 թվականից նախագահ չի հանդիսացել, պետք է գա եւ բանավիճի նրա շուրջ, թե 2023-ին Արցախով հանձնել, լավ սա դուք լուրջ եք համարում։ Կամ այսինքն լուրջ մտածում եք, որ 30 տարի բոլորը բանակցում էին Արցախը տալու հետ կապված, բայց այ մենակ հանճարեղ Նիկոլ Փաշինյանին է դա հաջողվել։ Արցախը տալու համար ընդամենը պետք է անել այն, ինչ դուք արել եք, ճանաչել այն Ադրբեջանի կազմում։ Պատկերացրեք օրինակ ինչ որ մեկը ասում է լուսնի վրա կյանք կա, այ գիտնականներ, աստրոֆիզիկներ, եկեք բանավիճենք դրա շուրջ։ Նրանք ասեն ու դու հիմար չես։ Ու ինքը ասի, այ տեսակ իրանք չեկան, ուրեմն ես ճիշտ էի։ Ասում է ամեն գյուղ գնում եմ, ամեն տեղ գնում են, ասում են ինչի Քոչարյանը նստած չի։ Դուք գիտեք մեզ ինչ են ասում, որ ինչ որ տեղեր են գնում։ Ասում են այս անհայրենիք դավաճանների միջև հիմա ոնց է ազատության մեջ են մի բան էլ շարունակում են իշխանության մնալ։ Բայց ի տարբերություն շատ ասածների, այստեղ Նիկոլ Փաշինյանի ասած մեջ ճշմարտություն կա եւ դա ունի պատճառ։ Ինչն է պատճառը, որովհետեւ տարիներ շարունակ շատ երկար, շատ մեծ ստի դոզա է այսպես տարածվել ամբողջ հանրության վրա եւ շատ բաներ մտել է շատերի գլուխը։ Եվ որ իրանց խմբակցության ԿՊ խմբակցության ղեկավարն ասում է մենք դրա հետ կապ չունենք, չէ, ունեք դուք կապ։ Նույն 4 միլիարդի հետ կապված, չգիտեմ, բանկեր, օդանավակայան, հանքեր, սպայկա, հիվանդանոց, ինչ սուտ ասես տարածվել է։ Ես չգիտեմ, մեր նորանկախ պատմության շրջանում ավելի շատ սուտ ու կեղծիկ ու sense դեմոնիզացիա ինչ որ մեկի հանդեպ ավելի իրականացվել է, քան մեր հետ կապված։ Ու դուք եք դա տարածում։ Առաջինը այդ կեղծ նյութը արտատպել է Նիկոլ Փաշինյանի թերթը Հայկական ժամանակը, հետո էլ հենց ինքը իր դատավորության ընթացքում դրա մասին բարձրաձայնում էր։ Այնպես որ սա միանշանակ է եւ հասկանալի է, որ մարդիկ ձեզնից լսել են տարիներ շարունակ դա, հիմա դուք 7 տարի է իշխանության եք, բարձր ձեզնից պիտի հարցնեմ, պիտի ասեն, ես բանն եք ասել, բա ինչ եղավ։ Հիմա եթե վաղը մենք լինենք իշխանության, բա մեզ են նույնը հարց տալու, եթե ձեր հետ կապված գործողություններ չլինեն։ Բնական է, չէ՞ դա։ Շատ բնական է։ Իհարկե պարկեշ կլիներ, որ ընդունեիք, ասեիք, գիտեք Ժողովուրդ ջան, սխալվել ենք ինչ որ հարցերում եք չափազանցացված ա եղել, այն ինչ որ մենք պատկերացրել ենք կամ տարածել ենք, բայց ձեզնից պարկեշություննակալը երևի միամիտնություն կլինի։ Անընդհատ կրկնվում է ապօրինի գույքի հետ կապված այն հայցը, որը մեր հետ կապված մուտք արվել դատարան 2 տարի առաջ։ Ժողովուրդ, ուզում եք ամեն անգամ կրկնեք սկզբից մինչև վերջ, վերջից սկիզբ, թվերը տարբեր ձևերով, դրանից էությունը չի փոխվում։ Այն ինչ դուք տարիներով մարդկանց ներարկել եք, առնվազն 50-ից 100 անգամ ավելի քիչ է, քան ինչ փաստացի կա։ Իսկ փաստացի կա այն, ինչը մենք միշտ ասել ենք, խոսել ենք, մեր անունով ա եղել, ոչ մի հանցավոր ճանապարհով ձեռք բերված որևէ գույք չկա եւ չկա գետ մեկ լումա, որի օրինական բացատրությունը մենք չունենք։ Ապօրինի գույքի էս օրենքի մասով, որ ասում են այ ինչի են վիճարկել ՍԴ-ում։ Կա լուրջ խնդիրներ եւ ՍԴ-ի որոշումը դրա մասին է խոսում, ինչքան էլ չեք ուզում ընդունել, իհարկե ձեր այդ բռնազավթած ՍԴ-ն է, բայց նույնիսկ իրենք չեն կարողացել այս մասով ինչ որ բաներ կա շրջանցել։ Օրինակի համար ասեմ, որ
կան ընկերություններ, որ ասում են մարդ 7000 մեր գործով չէ, ընդհանրապես 7500 դրամ օրինակ չի ունեցել ՍՊ-ում ՍՊ բացելու համար։ Ու հետեւաբար այն ինչ աշխատել այդ ընկերությունը համարում են ապօրինի։ Այս կարգի աբսուրդային կետեր կան այս ամեն ինչում։ Մեկ էլ մի բան, որ անդադ ասում են, ինչից խոսում ենք անիվ կլինի, Արցախ հանձնել կլինի, սահմանազատում կլինի, ասում են, իրանք դրանից խոսում են, որովհետև խնդիր ունեն իրենց ունեցվածքը պահելու համար։ Սիրելի հայրենակիցներ, ունեցվածքը պահելու համար կամ պիտի խելոք վեր ընկնես տեղդ, փորձես լեզու գտնել իշխանությունների հետ, կամ պիտի ամեն ինչ վաճառես թողնես գնաս։ Մենք ոչ մեկն ենք արել, ոչ մյուսն ենք արել, ու իմիջիալուց նման բան անողներ եղել են, օրինակները բոլորիդ հայտնի է։ Մենք դա չենք արել, մեր խնդիրը դա չէ, առնվազն մինչև 23 թվականի ամառը կարող ենք այդ ամեն ինչը անել, մինչև այս գործերը լինելու։ Հիմա նաև ուզում եմ անդրադառնալ այն մեղադրանքներին եւ վիրավորանքներին, որոնք հնչեց Նիկոլ Փաշինյանի կողմից, երբ որ իմ ընդդիմադիր գործընկերներին նայելով ասում է համբալներ։ Հիմա հաջորդ օրը ինքը գնաց Մոսկվա, եթե չեմ սխալվում, ինձ հետաքրքիր է դուք ինքը նայել եք այդ տեսանյութերը։ Հիմա ով է համբալ էլի։ Կամ Ալեն Սիմոնյանը, որ իմ կին գործընկերոջը ասում է դուրս կշպրտեմ դահլիճից։ Ալեն Սիմոնյանը թող իմանա, երբ որ ու ուշադրի լինի, երբ որ իրան դուրս շպրտեմ այնտեղից, բարձր անստած շատ ցավոտ լինելու։ Արտահերթ հանդես կգամ ես։ Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, պարոն Լևոն Քոչարյան, չափերը ճանաչեք։ Այդ տղան էլ ես դու, չափերը դու ճանաչի, ալա այդ տղա։ Ուրեմն դու լսի ես քեզ ինչ եմ ասում, արա Լևոն, լսի ես քեզ նստի տեղդ ու լսի ինչ եմ ասում։ Ուրեմն լսի, ժողովուրդը ինչ ասում ժողովուրդը երկրորդ նախագահ հանգստացի միակ, ներտեղ դուրս արի ստեղից էլ է, ես ինչ ձևը, ես ինչ լկտիությունը, հանգստացեք միակ, լրություն հարգելի գործընկերներ, լրություն դա ալիչում, ուրեմն ասում եք, թե մարդիկ ինչ են ասում, ասեմ, թե մարդիկ ինչ են ասում Ռոբերտ Քոչարյանի մասին, մարդիկ ասում են հայրը թուրք է, բայց մենք երբեք տես բան ստեղից չենք ասում տես բան ստեղից, բայց ասում են, որ հայրը թուրք է, անունն էլ են ասում են անհայրենիք դավաճան են դրանք, Արցախը լքել են, պատերազմական վիճակում Արցախը թողել են ընտանիքով, թողե գնացել են, մի կոպեկ ոչ Ղարաբաղի, ոչ Ղարաբաղցու համար ոչինչ չեն արել, ասում են դրանք անհայրենիք դավաճաններ են, բայց մենք տես բան չենք ասում ստեղից, պահպանում ենք կոռեկտության սահմանները, տեղը նստի ու մի խոսի, ես քո խոսալու ժամանակ ստեղից բան է ասում, հիմի կհանեմ կշպրտեմ դուրս դահլիճից, կհանեմ հիմա քեզ կշպրտեմ դուրս դահլիճից, որովհետև դու խանգարում ես իմ ելույթը Լևոն, հանգիստ նստի տեղդ, մատդ էլ իջացրու, հանգիստ, քո խոսքի ինձ հաճելի չէր, բայց ես նստի տեղդ, լսի դու ստեղից խոսացողին չես կար անդհատես, տեղդ նստի, հանգիստ պահով եղող, հանգիստ, ուրեմ հանգիստ, սիրելի հանգստացեք մի հատ հանգստացեք, Նարեկ ջան հանգիստ, պարոն Եղոյան ձեր տեղը նստեք,
Գառնիկ Դանելյան, ձեր տեղը նստեք, Լևոն Քոչարյան, դուրս եկեք դահլիճից։ Խնդրում եմ հարգելի գործընկերներ, պարոն Թորոսյան, պարոն Բաքոյան, ձեր տեղը գրավեք, խնդրեմ, շնորհակալություն։ Հանգիստ, պարոն Եղոյան, ձեր տեղը խնդրում եմ գրավեք, շնորհակալություն, շնորհակալություն։ Բայց մենք չենք ասում, ես շարունակեմ ելույթս, չենք ասում ժողովրդին չասում։ Թալանչիները ասում, անհայրենիք դավաճանները ասում, ասում այդ հոկտեմբերի 27-ից հետո, որ լրագրողների հետ պետք է խոսային, որ պետք է հելներ պարզաբանում տար երկրի ղեկավարը հոկտեմբերի 27-ը տեղի ունեցել, երկրում ասում թռաշված չի։ Ինչ-որ դեմքի հիստերիկ շարժումներով ու ներվային հիստերիկ պահվածքով։ Հետ եք տեսել, Մարտի 1-ին ասում է, մարդիկ դուրս էին գալիս, կրակում էին, հետո թաքնվում էին մյուս մարդկանց հետևը։ Եվ դրանով ուզում ապացուցի, չերյո մուխայով, պարոն Եղոյան, խնդրում եմ էլի, մի ընդհատեք էլի, Տիկին Հակոբյան, խնդրում եմ էլի, ժողովուրդ ջան, հանգիստ էլի, պարոն Օհանյան, հանգիստ ժողովուրդ, լավ հասկացանք, հարգելիս հանգիստ, թողեք խոսեմ էլի, ժողովուրդ ջան, հանգիստ, ուրեմն ասում է կրակում էին, թաքնվում էին մարդկանց հետևը, դրանով ապացուցում է չերյո մուխայով ուղիղ մարդու վրա կրակելը ու դիմահար կրակով սպանելը, հասկանում եք, քաղաքի կենտրոնում մարդիկ են մացել, դուք չեք մացել, խնդրում եմ էլի մի բան արեք էլի, մի ընդհատեք էլի, հա գիտեմ, ախր գիտեմ, ժողովուրդ ջան, վերցրել է այդ պայթուցիկը ձեռն է պահել, այդ մարդը վիրավորվել է, շատ եմ ցավում դրա համար, բայց դիմահար կրակով մարդ սպանելը ուրիշ բան է, այն էլ քանի հոգու է, մի հոգու չէ, որ ասես միամիտ ա եղել, ուրեմն եւ դա փորձել է արդարացնել, ասում է ուչաստկովի գործը հիստերիկ պահվածքով դեմքը ծռելով էլ խոսում է, մարդկանց վրա դախերը ազդում է, բայց մենք դες բաներ չենք ասում ստեղից, մենք արձագանքում ենք, գնահատական ենք տալիս, հասկանում եք, չի կարելի գալ, այտենց ինչ-որ մենել մարդկանց վրա գցելով, էլի, ասենք ինքը իր անունից չի ասում, էլի, մարդիկ են դենց ասում, մենք կամ բան ասենք մարդիկ, որ ձեր մասին ասում են, բայց չենք ուզում բան անենք, էլի, ասենք չենք ուզում ինստիտուցիոնալացնենք այդ բանը, պետք չի էլի այտենց գնալ, ասում չկա ոչ մի լումա ապօրինի գույք, պատկերացնում եք, ուրեմն բանը, կգնաք այդ ցուցմունքը, որ տալիս եք այդ արդարացումները, կգնաք դատարանում կասեք, ոչ մի լումա ունեք, չունեք, մարդիկ ամեն ինչ գիտեն, բայց այտենց պաշտոնավարել եք բանը, միլիարդներ եք կուտակել, այդ ո՞նց եղավ, ո՞նց եղավ այդ, Ղարաբաղը հանձնելուց են խոսում, Ղարաբաղը հանձնվել է ամեն մարդու ընդեղից գնալով, դուք խրախուսել եք ընդեղից լիքը մարդ է գնացել, այդ թվում եկել է Հայաստանում պաշտոններ զբաղացրել, մարդկանց փողոցներում ջարդել է, որպեսզի ժողովրդավարություն չլինի, երկիրը ո՞նց են դավաճանում են ընտրակեղծարարությամբ, այդպես են դավաճանում երկիր, դավաճանությունից եք խոսում, դավաճանում են ընտրակեղծարարությամբ, մարտի 1-ին մարդկանց գնդակը արելով, այդ գնդակը արումը արդարացնելով, իսկ ցավակցական խոսք չեք ասել այդ ընտանիքներին, ասեք ինչի մասին եք դուք խոսում, ժողովրդավարությունից եք խոսում, անշարժ բանից եք խոսում, կոռուպցիայից եք խոսում, լուրջ դուք դրա իրավունքը բարոյական ունեք ընդհանրապես Ղարաբաղից եք խոսում, բարոյական իրավունք ունեք, Ղարաբաղցի լինելով լքել եք, թողեք գնացել եք Ղարաբաղից, ձեր բանը հրաշալի կյանքն եք, պարոն Օհանյան, ձեզ էլ կարադառնամ, էլի եւ պետք է լինի, մի հիշացրեք ձեր մասին, էլի հանգիստ ելույթ եմ ունենում, ձեր քաղաքական ղեկավարի մասին եմ խոսում, ձեր պաշտպանյալի, պարոն Մինասյանի պաշտպանյալի, գալիս ոստեղ advokati դերատանում Ռոբերտ Քոչարյանի համար, ախր լավ գոնե եթե մի քիչ դեմք փրկելու հարց ունեք այդ մարդը մի պաշտպանեք ստեղ, նախ ստե դատարան չի, երկրորդն էլ ասենք ձեր պաշտպանության կարիքն էլ երևի չունի, էլի Ես ընդամենը ուզում եմ ասել, որ այս ամբյոնը ուժ ունի, երբ որ դուք հարված եք հասցնում, նաև այդ հակահարված եք ստանալու, եւ այդ հակահարվածը լինելու է ժողովրդի անունից հակահարված, եթե դուք մարդկանց անունից եք խոսում, այնց հակահարված կստանաք, ամբողջ կյանքը նոկդաուններից ու նոկաուտներից դուրս չեք գա, մի արեք այդպես,
Եթե ուզում եք նորմալ հանգիստ քաղաքակիրթ խոսալ, եկեք նորմալ հանգիստ քաղաքակիրթ խոսացեք, քաղաքակիրթ պատասխան կստանաք, նորմալ պատասխան կստանաք։ Կգաք թե թևեր կթափահարեք, գնահատականներ կտակ, երկրի վարչապետին բան կասեք, այնց հարված կստանաք։ Դուք չեք պատկերացնում ուղղակի, ոտերները տակներից հետ կփախչի։ Չեք դիմանա։ Պարոն Օհանյան, դուք սենց ասեմ, էլի, չեք կարող, նույնիսկ համարժեք չի ձեր խոսքը, ձեր խոսքը բանի տեղ դնող չկա, արժե զրկված է, դուք Քոչարյան Ռոբերտի պաշտպանն եք, ուժային պաշտպանը, դուք մարտի 1-ին ժողովրդի սպառնացած ուժային եք, դուք բանակի ողնաշարը կոտրած ուժային եք, դուք բանակը քաղաքականացած ուժային եք, հասկանում եք, չեք կարող, դուք չունեք այդ իրավունքը ինձ այստեղ բան ասելու, չունեք այդ իրավունքը, հանգիստ պետք է նստեք, լսեք, հարվածները ուտեք, փորձեք դիմանալ, բայց չեք կարող։ Դրա համար առաջարկում եմ, որ քաղաքակրթության սահմանները չխախտենք։ Շնորհակալություն եւ միանգամից ասեմ, որ հաջորդ ելույթի համար քաղաքացիական պայմանագրի անունից պարոն Արթուր Հովհաննիսյանը կխոսի։ Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ արգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ուր թռավ Լևոն Քոչարյանը, փոքրիկ իշխանը, խոսած փախավ, ուրեմն Լևոն Քոչարյան, եթե նեղվել ես վարչապետի խոսքերից, ձեր ողջ խմբակցությանն ուղված ու պատիվ ունեմ ուղված, իմացի, որ հաջորդ հարց ու պատասխանին ձեզ ավելի խիստ գնահատականներ են սպասվում, որոնք արտահայտելու են ձեր ողջ էությունը, ձեր ապրած կյանքի մասին էլ։ Ես առասարակ Հեն կարծիքին եմ, որ երեխաներն իրանց ծնողների արարքների համար պատասխանատու չեն, մինչև այն պահը, երբ որ երեխաներն իրենք են հայտ ներկայացնում այդ պատասխանատվությունն իրենց վրա վերցնելու։ Ուրեմն լսի Լևոն Քոչարյան, ուշադիր լսի, ականջները ձգի ու լսի։ Այդ որ գալիս այստեղ ծեծերից ես խոսում, սրան այսպես քաշ քշեցին, ինձ մեքենայի մեջ վայ քաշ քշեցին, թևերս ցաված եւ այլն, կգնաս հորդ կհարցնես, այդ ոնց էր ելնում, որ մարդկանց զուգանում ծեծում էին ու զուգանից դուրս չէին գալի, կգնաս հորդ կհարցնես, ոնց էին մարտի 1-ին դիմը հարկարակով մարդկանց սպանում փողոցներում, կգնաս հորդ կհարցնես, ոնց է Հայաստանում տեղի ունեցել հոկտեմբերի 27, կգնաս հորդ կհարցնես, ոնց էր Մեղրին փորձում փոխանակել Ղարաբաղի հետ, կգնաս հորդ կհարցնես, ոնց է ցեղասպանության հարցը սակարկում Թուրքիայի հետ հարաբերությունների ժամանակ, կգնաս հորդ կհարցնես, թե քո մանկության տարիքին ձեզ ինչ էին ասում։ Մեր Հայաստանի Հանրապետության շարքային ազնիվ քաղաքացիները ում թալանում էիք առավոտից իրիկուն։ Մի հատ էլ եկել այստեղ ժպիտով, ասում եմ մեզանից ապօրինի գույքեր են, դու մարդիկ կարդում չի ավարտվում է ձեր ապօրինի գույքը, արա։ Հազարավոր մարդկանց կյանքի փող եք լափել ու կերել։ Հանգստացի պարոն Մինասյան, նստեք տեղներդ լսեք, մի գնացեք, խոսալ գնալով չի ընդհանրապես։ Ուստեղ եկել ասում եք մենք չենք կարա խոսանք, չեք կարա խոսանք։ Ով եք դուք որ խոսակ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայից, մարդու իրավունքների խախտումներից, թալանից, կառավարումից, ով եք դուք ընդհանրապես։ Ձեր կառավարումը տեսանք, հեղափոխությունից հետո մի ամիս էլ չհասցրեցիք աշխատել։ Ձեր ապիկարությունը տեսանք, վարչապետը հրապարակային դες դուրս է շպրտել կառավարությունից, շպրտելա դուրս ձեզ կառավարությունից։ Էդ է մեր վերջնական եւ հստակ գնահատականը ձեր կառավարման ընդհանրապես եւ ձեր էությանը։ Զզվացիք թողեք արդեն իսկականից։ Ձեռեք առել է ժողովրդին։ Այո, ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը անելու համար մեզ 3, 4, 5 տարի ժամանակ է պետք գալի։ 3 տարի ժամանակ է պետք եղել։ Հիմա մտել է ընթացքի մեջ այդ ապօրինի գույքը հատիկ ամեն ինչ վերադարձվելու է այս պետությանը։ Ու հիմա այսօր ջղաձգված եկել եք, փորձում եք ձեր լափածը թալանացա հետ բերեք։ Սենց ինչ-որ բան փորձում են քաղաքացիական պայմանագիր խմբակցության իշխանության ներկայացուցիչներին մեղադրել են բոլոր կերած բաներում ինչ-որ իրանք են արել։ Ով եք դուք ընդհանրապես։ Այո, վարչապետը ասել է լավ արե էլի անելու։ Մենք էլ ենք անելու, ամբողջ ժողովրդի առաջ հրապարակային ձեր երեսը ցույց ենք տալու ով եք եղել ընդհանրապես եւ ուր եք գնում։ Հերիք էլա բոլ եղավարդը։ Հայ քեզ բան, մի հատ էստեղ Լևոն Քոչարյանն է, գալիս է բան դեմքով մարդու իրավունքների պաշտպանի դեմքի արտահայտությամբ ելույթներ է ունենում։ Լևոն Քոչարյանը մարդու իրավունքների փոքրիկ իշխանն է, լավ ասաց գործընկերուհիս։ Տղա ջան, ասեցի, բոլոր այդ հարցերից պատասխանները կգնաս հորդ կհարցնես։ Ինքդ քո մեջ կվերլուծես, ինչի ես եկես տեղ, ինչպես ես օգտագործվում եւ այլն, հետո նոր խոսանք մնացածի մասին։ Վերադառնալով մարդու իրավունքների առասարակ քննարկմանը,
ընդդիմությունը ամեն մարդու հնարավոր բոլոր իրավունքները ասպատակում է ուղղակի։ Հիմա էլ ընկել են կրթվելու իրավունքի հետևից, նայեք։ Դաշնակները իրանց կոալիցիոն կառավարման ժամանակ օկուպացրել էին ամբողջ կրթական համակարգը, պատմության ֆակուլտետներ, դպրոցներ, պատմության գրքեր, որ թաքցնեին ժողովրդից իրենց իրական դեմքը, որ օրինակ իրանք Օսման դաշնակներ են, որ օրինակ հիմա իրանք Օսման դաշնակների հետնորդներն են, եկել են ստեղ ավարտին հասցնեն, ըստ էության, ուրեմն Դավադիր, հələ հանգստացի դու մի հատ Թադևոս Ավետիսյան կամ Ավետիս Թադևոսյան, հանգստացեք ու իմ ելույթի ժամանակ ընդհանրապես տեղից խոսանք, չափերի մասը գնահատականը տվեք ձեր չափերը ցույց կտամ հեսա ես քեզ։ Անցնելով առաջ։ Հնարավոր բոլոր իրավունքները ցած փորձում են ոտնահարեն։ Կրթվելուց խոսում ես, գալիս ասում են, խանգարեցես Թադևոս Ավետիսյանը միտքս կտրվեց։ Հա, օկուպացրել էին ողջ, ուրեմն կրթական ոլորտը, որ իրանց էս դավադիր, դավաճան դեմքը թաքցնեն ժողովրդից, որ դրա քողի տակ ուրեմն իրանց քաղաքական նպատակներ իրականացնեն, կրթեն սերունդ, որը չի գալու իրանց հետևից, որովհետև չգիտի իրանք ինչ են արել։ Մենք եկել ենք, ասում ենք իրանք ինչ են արել, պատմության դասագրքերում գրելու ենք հայ ժողովրդի պատմության բոլոր դրվագները, որին որ պետք է հայ ժողովուրդը ծանոթ լինի, որպեսզի մենք ելնենք ուրեմն իրական փաստերից եւ ապրենք եւ մեր ապագան կառուցենք իրողությունների վրա։ Իրական Հայաստան կառուցենք, այո, սիրելի գործընկերներ։ Մյուս իրավունքը, որ ասպատակում են ուրեմն այս ընդդիմադիրները, օրինակ խոսքի ազատությունն է եւ լրագրողների իրավունքներն առասարակ։ Մի հատ թթու բառ ասես լրագրողներին, վայ, կգան պլակատներով ստեղ կկապեն։ Ամենայն հարգանքով բոլորիդ նկատմամբ սիրելի գործընկերներ, ես էլ եմ լրագրող եղել։ Մի հատ թթու բառ ասեն, գիտես ինչ կանեն։ Էլ չեմ պատկերացնում, նյութեր կգրվեն, էլ չեմ ասում ինչ վերնագրերով եւ այլն եւ այդպես շարունակ, բայց որ օրինակ ընդդիմադիր падգամավորը գալիս է ասում է, որ լավ լրագրող լինեիք, կներեք այս ժողովրդական խոսքից, լավ լրագրող լինեիք, դուք էլ 4 հատ տուն կունենայիք։ Այսինքն էս ինչ ես ասում։ Տիկին Թագուհի Թովմասյան, հարգելի լրագրողներ, դուք նորմալ եք ընկալում ես, հարցեր չունեք Թագուհի Թովմասյանին դուք ընդհանրապես։ Դուք լավ լրագրող չեք։ Ես կարծում եմ, որ դուք լավ լրագրող եք։ 3-4 հատ տուն ունեք Երևանի կենտրոնում, հա? Օրինակ Տիկին Խամոյանը ունի, բան չունի մյուս ընդդիմադիր նախկին լրագրողը ասելու Թագուհի Թովմասյանին։ Տիկին Թովմասյանը դից ծառայությունների դիմացեք 3-4 հատ տուն առել Երևանի կենտրոնում, մի հատ էլ երեսով եք տալիս այն լրագրողներին, ովքեր 3-4 հատ տուն չունեն։ Այ քեզ բան։ Էսա ձեր պատկերացումն առհասարակ մարդկային փոխհարաբերությունների, աշխատանքային փոխհարաբերությունների, ձեր խմբագրության լրագրողները ձեր ստարուկներն են։ Հա? Լավ լրագրողներ են ձեր խմբագրության լրագրողները։ Մարդա 4 հատ տուն առել եք իրանց համար, նենց փող տվել եք իրանց, որ մարդա 4 հատ, ինչեր եք խոսում ընդհանրապես։ Եվ պարոն Եղոյանը շատ ճիշտ է ասում, լրագրողական լրատվամիջոցների հաշվետվություններ կան, հələ մի հատ հրապարակեք, տեսնենք այդ որտեղից ձեզ այդ գումարները։ Եվ ես պետական կառույցներին նաև կոչ եմ անում եւ պահանջում եմ բացել ուրեմն լրատվամիջոցների մասին օրենսդրությունն ու կարդալ եւ հասկանալ, որ եթե կան լրատվամիջոցներ, որոնք հաշվետվություն չեն ներկայացրել, նրանք կարող են նաեւ չհավատարմագրել այդ լրագրողներին։ Հարգելի պետական կառույցի համապատասխան բաժինների գործընկերներ, հետևեք օրենքի տառին եւ պահանջին, խնդրում եմ։ Եվ սիրելի լրատվամիջոցներ, մեր հանրությանը ասեք, ձեր եկամուտները որտեղից են, ինչ են եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ առհասարակ ընդդիմությունը իր ամբողջ փողերը լցրել է լրատվական դաշտ, լրատվական դաշտը լցրել է լրատվության հետ կապ չունեցող մարդկանցով ու փակել է դուռը այն մարդկանց համար, ովքեր ուզում են գալ եւ զբաղվել ռեալ լրատվությամբ, օգուտ տան պետությանը, բուֆեր լինեն քաղաքացիների եւ իշխանության միջև։ Բան չունեք, բա հարգելի լրագրողներ, ես մասով ասելու ընդդիմադիր գործընկերներին, ովքեր ղեկավարում են մի շարք լրատվականներ, թե մենակ մեզ պետք է գաք ինչ-որ sense խառը խաչաձև հարցեր տակ, երբ որ մի ամիտ մեկն ու մեկս մի ավել պակաս բարկասի կամ հղում կանի ձեր սիրելի տերտերների ասած բառերի վրա։ Մի հատ կարող է գաք էթիկայի հանձնաժողովի պահանջով մեզ դիմում գրեք, որ Թագուհի Թովմասյանի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծի, հա? Թե դրանից ավելի քիչ եք նեղվել։ Եվ կարծում եմ այստեղ էլ, այսինքն մարդկանց իմ ընկալում ընդդիմադիրները բոլոր լրագրողներին գերեվարել են առասարակ եւ հիմա լրագրողներից ուղակի ձայն չենք լսում։ Եվ նաև Տիկին Մանասյան, դուք լուսաձայնային նռնակների հատուկ միջոցների մասին խոսեցիք, բայց ես ուզում եմ արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում բոլորիս համար։ Հարցը նոյեմբերի 9-ն է նախ տեղի ունեցել։ Եվ նոյեմբերի 9-ից հետո
նոյեմբերի 9-ից հետո նախ մենք պետք է արձանագրենք, որ նոյեմբերի 9-ը, մարտի 1-ը եւ հոկտեմբերի 27-ը սրանք նույն շղթայի պատասխանատուների ձեռի գործն է։ Եվ մեր մեղքն է նաև, որ մինչև այսօր այդ բացահայտումները մինչև վերջ արված չեն, բայց այս քանի օրերի ուժային նաև իրավապահ մարմինների զեկույցները մեզ հույս են ներշնչել, որ ոչ վաղ ապագայում մենք առնվազն շոշափելի արդյունքներ այս իմաստով կտեսնենք։ Բայց ես ուզում եմ ասեմ, որ մեր ընկալումը, բառամթերքը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրավիճակի վերաբերյալ չի կարա լինի ստերիլ եւ այսպես ասած շատ նման այլոց։ Մենք մի պետություն ենք, որտեղ ահաբեկչություն է տեղի ունեցել։ Մի պետություն ենք, որտեղ 2020 թվականին ահաբեկչություն է տեղի ունեցել։ Ես դա ահաբեկչություն եմ որակում, որտեղ նպատակը Արարատ Միրզոյանին սպանելը չէր, նպատակը բոլոր պետական պաշտոնյաների կյանքի վրա հարձակում իրականացնելն էր եւ սահմանադրական կարգը տապալելն էր, պետությունը լուծարելն էր։ Եվ հետևաբար, եւ մանավանդ, երբ որ մարդիկ հարձակվում են ազգային ժողովի շենքի վրա եւ կիրառվում է հատուկ միջոց, մեկն էլ վերցնում է, որ այդ հատուկ միջոցը հետ շպրտի իրավապահ մարմինների վրա, ովքեր հասարակական կարգ են պահպանում եւ վնասված կա ստանում, ամենայն ցավով ես ցավում եմ, որ նման դեպքեր առասարակ մեր քաղաքացիներից որևէ մեկի հետ տեղի ունեն, անկախ նրանից, թե այդ քաղաքացին ինձ ինչ է ասում։ Բայց մենք պետք է ընդհանուր կոնտեքստն ու իրավիճակն էլ նաև հաշվի առնենք, ընկալումներ չստեղծելու մեր հանրության մեջ, որ հատուկ միջոցներ են մեր կողմից կիրառվում եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես Չեխիայից պատվիրակությունն եմ մի ժամանակ տարել էի որպես էքսկուրսիա օպերայի, ուրեմն Ֆրանսիայի հրապարակ, որ ցույց տալ թե մենք ինչ ժողովրդավար ենք եւ քանի ամիս է մեզ ինչ ասես չեն ասում, հասարակական կարգի տապալման կոչեր են անում, բայց վրանների մեջ խորոված քյաբաբ են ուտում։ Այսօր Արտուր Խաչատրյանն եկել այստեղ ասում է ծափ տվեք պարեմ։ Տո ծափ կտանք կպարեք է, կերքեք է, ժամանակը կգա, ընես կպարեք, ընես կերքեք, դուք էլ չգիտեք դրա մասին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, այժմ եզրափակիչ ելույթի իրավունք ունի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, մինչև 15 րոպե Տիկին Մանասյան համեցեք։ Խնդրում եմ լրություն դահլիճում։ Հարգարժան փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, իրականում եզրափակիչ ելույթս մի քիչ այլ տրամաբանությամբ էի կառուցել, բայց ստիպված եմ փոխել, նկատի ունենալով այն հանգամանքը, թե ինչ տեղի ունեցավ մեր ազգային ժողովի դահլիճում, որովհետև չեմ կարող չարձանագրել, որ Հայաստանում ի վերջո քաղաքական բանավեճի մշակույթը իրապես անթույլատրելի է, այն մշակույթը, որը գոյություն ունի, անթույլատրելի է, եւ մենք բոլորս պետք է փորձենք ամեն ինչ անել ժողովրդավարական պետությանը հարիր քաղաքական բանավեճ ունենալու համար, ու նման դեպքերն էլ դարձյալ առանց որևէ մեկին հատուկ թիրախավորելու ուզում եմ հատուկ արձանագրել, որ անթույլատրելի են խորհրդարանական հանրապետության խորհրդարանի դահլիճում։ Բայց չեմ ուզենա այս պահին եզրափակիչ ելույթիս ամբողջ ժամանակահատվածը ծախսել սրա վերաբերյալ խոսելու համար, որովհետև մի շարք այլ հարցեր կան, որոնց միանշանակ ուզում եմ անդրադարձ կատարել իմ եզրափակիչ ելույթի ընթացքում։ Ըստ էության բազմիցս առիթ ունեցել եմ տարբեր առանձին խնդիրների վերաբերյալ խոսելու, հետևաբար փորձեմ խոսել մարդու իրավունքների վերաբերյալ մի քանի ստանդարտների մասին, բայց արձագանքելով նաև որոշ ելույթների, որոշ պատգամավորների ելույթների, որովհետև դրանք որոշակի առումով հանրային ընկալումներ են ձևավորում ընդհանրապես մարդու իրավունքների հետ կապված։ Նախ Առաջին հերթին անդրադառնամ, թեպետ այստեղ չեն հարգելի գործընկերները, բայց մի քանի ելույթների, օրինակ Տիկին Գալստյանի ելույթին, ով չգիտես ինչ տրամաբանությամբ եւ ամենաանսպասելի մեղադրանքը կարծում եմ հնչեցրեց իմ եւ մեր հաստատության հասցեին, խոսելով այն մասին, որ քաղաքականապես չեզոք չենք ըստ էության։ Անկեղծ ասած չեմ ուզենա անդրադառնալ այս հարցի հետ կապված հիմնավորումներին, բայց այստեղ զավեշտալի մի հանգամանք կա։ Ըստ էության քաղաքական չեզոքության, մարդու իրավունքների պաշտպանի քաղաքական չեզոքության կամ դրա բացակայության վերաբերյալ հայտարարություն է անում մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել էր ակնհայտ քաղաքական գործունեություն իրականացնող անձի, քաղաքական գործչի։ Ավելին, այնպիսի քաղաքական գործչի, ով մարդու իրավունքների տեսանկյունից նույնիսկ տարրական կանոններ եւ սկզբունքներ չի պահպանում։
ամենօրյա ռեժիմով ատելության խոսք է տարածում գրեթե բոլոր հնարավոր հիմքերով եւ խոսքը միայն իմ մասին չէ, որովհետեւ այո, սերով պայմանավորված ատելության խոսքի թիրախ ես եմ դարձել գենդերային հավասարության հիմքով մի շարք այլ հիմքերով։ Սա մարդու իրավունքների ամենատարրական կանոնների խախտում է ըստ էության։ Եվ սա ըստ էության ցույց է տալիս ոչ միայն առաջադրված անձի մոտեցումը մարդու իրավունքների եւ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ, այլ սա ցույց է տալիս նաև մարդուն առաջադրողների մոտեցումը մարդու իրավունքների եւ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նկատմամբ, որովհետեւ նախ առաջադրում ես նման անձի, երկրորդը չես քննադատում ու չես հակազդում հակաիրավական ու մարդու իրավունքներին հակասող նրա խոսքին, ըստ էության ակնհայտ է, որ կիսում ես նրա տեսակետները։ Հետևաբար, եթե մենք անընդհատ խոսում ենք պատգամավորական էթիկայի եւ դրա սկզբունքների մասին, ուզում եմ հատուկ արձանագրել, որ սա եւս կարծում եմ պատգամավորական էթիկայի եւ վարքագծի կանոնների խիստ խախտում է այսպիսի վարքագիծ ունենալ ընդհանրապես եւ այսպիսի մոտեցումներ մարդու իրավունքների նկատմամբ եւ միանշանակ համարում եմ, որ ցանկացած դեպքով, ինչը նաեւ պահանջում եմ, պատգամավորական էթիկան պետք է դառնա քննարկման առարկա, այդ թվում նմանատիպ դեպքերով։ Այդ թվում մարդու իրավունքների նկատմամբ վերաբերմունքը ցույց տալու նմանատիպ դեպքերով։ Երկրորդը, անկեղծ ասած այս համատեքստում մի քանի հարց ունեմ, որովհետև ըստ էության պատգամավորը քաղաքական չեզոքության խախտման մասին խոսեց, բայց առանձին հիմնավորումներ չներկայացրեց, դրա համար ես փորձեմ մի քանի մտքեր արտահայտելու միջոցով ինքս ստանալ պատասխաններ քաղաքական չեզոքության վերաբերյալ կամ քաղաքական չեզոքության խախտումներ իմ կամ իմ հաստատության կողմից թույլ տալու դեպքերի հետ կապված։ Օրինակ, արդյոք Տիկին Գալստյանը եւ նրա գործընկերները քաղաքական չեզոքության խախտում են համարում այն հանգամանքը, որ ես գտնում եմ, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներից ամենաշատը քաղաքացիների, սովորական քաղաքացիների, ոչ թե քաղաքական գործիչների, այլ սովորական քաղաքացիների իրավունքների խախտումների հետ կապված մեզ հետ հաղորդակցության մեջ է պարոն Արծվիկ Մինասյանը, որը հանդիսանում է հենց Հայաստան խմբակցության ներկայացուցիչ, եւ ըստ էության կարծում եմ ի տարբերություն շատ քաղաքական գործընկերների, շատ էթիկական հաղորդակցություն է վարում, բարձր ստանդարտներով, բարձրաձայնում է անընդհատ է բարձրաձայնում խնդիրներ, որոնք ուղղակի սովորական քաղաքացիներին են վերաբերում, եւ ես սա հրապարակայնորեն գնահատել եմ եւ հիմա էլ գնահատում եմ։ Սա քաղաքական չեզոքության խախտում է համարվում թե ոչ։ Կամ այն, որ հենց Հայաստան խմբակցությունից, օրինակ, ասորական համայնքի հետ կապված բազմաթիվ հարցեր մենք մշտապես քննարկման առարկա ենք դարձնում, փորձում ենք լուծումներ գտնել, օրինակ, տիկին Իրինա Գասպարյանի հետ։ Այսպես շարքը չեմ կարող շատ երկար շարունակել, որովհետև շատ չեն այն պատգամավորները, ովքեր մարդու իրավունքների հետ կապված այդպիսի էթիկական ստանդարտներ են դրսևորում եւ քաղաքացիների հետ կապված հարցեր են բարձրաձայնում, բայց միևնույն է, հատուկ եմ ուզում արձանագրել։ Ընդ որում, այս պատգամավորների թվում օրինակ Տիկին Վարդանյանը չի դասվում, Տիկին Գալստյանը հաստատ չի դասվում, որովհետև նորից եմ կրկնում, սովորական քաղաքացիների հետ կապված անընդհատ հարցեր բարձրաձայնելը մի բան է, քաղաքական նպատակահարմարությունից հարցեր բարձրաձայնելը մեկ այլ բան է։ Բայց կուզենամ մեկ այլ հանգամանքի անդրադառնալ, անդրադարձ կատարելով հարգարժան Տիկին Վարդանյանի եւ պարոն Դանիելյանի ելույթներին համադրված եղանակով, որովհետեւ կարծես թե այստեղ պարոն Դանիելյանը փորձում էր համեմատություն անել տարբեր մարդու իրավունքների պաշտպանների միջև, Տիկին Վարդանյանն էլ կարծես մեր հայտարարություններից էր օրինակներ ընթերցում վերջին ժամանակների։ Նախ ամոթալի եմ անկեղծ ասած համարում նման դեպքերը, որովհետև պատգամավորները պետք է նպաստեն մի հաստատության եւ մի պերի միջև սոլիդարության ձևավորմանը, իսկ սա հակառակին է նպաստում եւ սա ամոթալի եմ համարում միանշանակ, բայց սրա հետ մեկտեղ ուզում եմ մի քանի կարևոր հանգամանքի անդրադառնալ։ Ես իմ բոլոր մարդու իրավունքների պաշտպան գործընկերներին շատ սոլիդար եմ վերաբերվում եւ իրոք գնահատում եմ նրանց անգնահատելի վաստակը այս հաստատությունը կարևոր մակարդակի բարձրացնելու հարցում։ Բայց օրինակ Տիկին Վարդանյան գործընկերներ, արդյոք կարդացել եք օրինակ Սարի Թաղի դեպքերի վերաբերյալ 2016 թվականին մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային խոսքը, երբ օրինակ հստակ հիմնավորումներ էր բերվում, թե հավաքը եղել է ոչ խաղաղ բնույթի եւ մանրամասն հիմնավորվում էր այդ հանգամանքը ոստիկանական բռնությունների հետ կապված իհարկե եւս խոսելով։
Կամ օրինակ երբևէ տեղեկացված եղել եք այն դեպքերից, երբ տարբեր անկախ պաշտոնյաներ, հիմա չնշեմ որտեղ, որովհետև սա նաև մի փոքր արտաքին քաղաքական խնդիր է, գնում էին խոշտանգումներով ամենահայտնի քրեակատարողական հիմնարկներ եւ վերջում հաղորդագրություն էին տարածում, որ մեծ բռնության վերաբերյալ որևէ բողոք չի ներկայացվել եւ ընդամենը սա էր։ Եվ սա ընդ որում